Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել Opel Magnish-ի մի ավտոմեքենա, որի սրահում եւ բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի։ Պարզվել է, որ Opel-ի բեռնախցիկում եւ սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը եւ գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն վաճառելու նպատակով։ Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով Opel-ի 41-ամյա վարորդը եւ 39-ամյա եղբայրը ձերբակալվել են, ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության հատկանիշներով։ Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է նաև, որ 41-ամյա տղամարդը Պալահովիտ գյուղում եւ Երևանի Ավան վարչական շրջանում իր կողմից օգտագործվող ավտոտնակներում ունի տարբեր տեսակի օղուշշեր, խցաններ եւ տարաներ, իսկ իր բնակության վայրում արդեն շշալցված 160 կեղծ օղի։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։